Ողջույն իմ YouTube-յան հետևորդներ, շարունակում ենք մեր 2026 թվականի կանխատեսումը հորոսկոպի նշանների համար եւ այս անգամ հերթը հասել է երկվորյակներին։ Եթե առաջին անգամ եք իմ YouTube-յան ալիքում, ապա անպայման բաժանորդագրվեք, որ բաց թողեք իմ հետագա հաղորդումները։ Ես Արթուրն եմ, զբաղվում եմ տարո խորհրդատվությամբ եւ վարում եմ էզոտերիկայի բլոգը։ Ոստի եթե հետաքրքրված եք էզոտերիկայով, տարոլոգիայով, աստղաբանությամբ, անպայման հետևեք ինձ նաև Instagram-ում, ես այնտեղ անմիջական կապի մեջ եմ իմ հետևորդների հետ։ 2026 թվականի ամբողջական էներգետիկ կանխատեսումը եւ նումերոլոգիական վերլուծությունը կգտնես իմ էջում։ Երկվորյակները հայտնի են իրենց նրբանկատությամբ, գեղեցիկը տեսնելու եւ զգալու ունակությամբ, ինչպես նաեւ կոմունիկացիոն հատկություններով։ Եվ հենց այդ պատճառով էլ երկվորյակների համար կանխատեսումը իրականացնելու ենք լույս տեսնողի տարոյով, որը նույնպես հագեցած է մաքսիմում դրական, թեթև եւ պոզիտիվ էներգիաներով։ Մեկնաբանություններում կիսվեք նաեւ ձեր տպավորություններով, ինչպես նաեւ գրեք ձեր հորոսկոպի նշանը, որ հաջորդ տեսահոլովակը լինի նաեւ ձեր մասին։ Չմոռանաք այս տեսահոլովակը ուղարկել ձեր երկվորյակ ընկերներին։ Այսպիսով, ինչպիսին կլինի երկվորյակների համար 2026 թվականը, ինչ հիմնական էներգիաներ է այն բերում իր հետ եւ ինչպես է ազդելու երկվորյակների ֆինանսների, անձնական եւ հուզական աշխարհների վրա։ Այսպիսով 3 հիմնական էներգիաները երկվորյակների համար 2026 թվականի ընթացքում։ Հետաքրքիր պատկեր ունենք 2 երկուսներ եւ 1 ավագ արկան։ Հիմնական էներգիաներից առաջինը 2 գավաթն է։ Երկվորյակների համար 2 գավաթը շատ կարևոր է նրանով, որ նրանք պետք է աշխատեն իրենց կոմունիկացիոն հատկությունները ել ավելի զարգացնելու վրա։ 2026-ի ընթացքում երկվորյակները պետք է աշխատեն հենց իրենց կոմունիկացիոն ունակությունների վրա, զարգացնեն իրենց շփման կարողությունները, քանի որ 2026-ը նրանց կյանք բերելու է նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ եւ նոր մարդկանց, ում հետ համագործակցությունը կարող է բերել հաջողություն հենց երկվորյակների համար թե սիրային եւ թե գործնական ոլորտներում։ Երկվորյակները պետք է պատրաստ լինեն նոր հարաբերությունների ու նոր ծանոթությունների, որովհետև այս տարի իրենք ունեն հնարավորությունները կերտելու իրենց սիրային կյանքի սկիզբը։ Բայց քանի որ այստեղ նաև ունենք ավագ քրմապետի կամ հիերոֆանտի 5-րդ ավագ արկանը, շատ հավանական է, որ հենց այս ծանոթությունները դառնան ֆունդամենտ հետագայում հաջողված պրոցեսների, պրոյեկտների ու գործառույթների համար։ Ուստի ծանոթությունները կրելու են ոչ միայն սիրային բնույթ, այստեղ հնարավոր է, որ ծանոթություններ լինեն հենց աշխատանքի կամ ուսման բնագավառներում։ Իդեպ 2026 թվականի ծանոթությունները կարող են դառնալ լավ հիմք հետագայում հենց ընտանիքի ձևավորման համար, որովհետև հիերոֆանտը խոսում է հենց ընտանիքի կարգ ու կանոնի հաստատման եւ օրինական գործառույթների մասին, ինչը 2026 թվականի ընթացքում երկվորյակների համար շատ հաջողված կարող է լինել։ Բայց այստեղ նաև ունենք երրորդ հիմնական էներգիան, որը երկու թուրն է։ Առհասարակ երկուսները տարոյում խոսում են ընտրության մասին եւ կարևոր է հասկանալ, թե մարդը ինչ մոտեցում է ցուցաբերում այդ ընտրությանը եւ ինչպես է այն կատարում։ Երկու թուրը ընտրություն է հիմնված ներքին զգացողությունների, ինտուիցիայի եւ սրտի ձայնի վրա, ուստի 2026 թվականի ընթացքում շատ կարևոր է, որ երկվորյակները սովորեն լսել սեփական հույզերին, սեփական ինտուիցիային եւ ներքին ձայնին։ Հաճախ այս նշանի մարդիկ հակված են կիսվելու ամբողջ աշխարհի հետ իրենց սեփական հոգսերով, բայց միևնույն ժամանակ խնդիրներին նայել մակերեսորեն, չխորանալ երևույթների խորքը, չհասկանալ դրանց ակունքներն ու նյուանսները։ Նաև երկվորյակները հակված են խուսափելու իրենց սեփական ներքին ձայնը լսելուց, ուստի նրանք իրենց կյանք անդադ բերում են նոր մարդկանց, նոր հոգսեր, նոր խնդիրներ, նոր հարցեր, որպեսզի չլսեն սեփական ներքին ձայնը։ Իսկ երկու թուրի պարագայում շատ կարևոր է, որ այս մարդիկ վերջապես սովորեն լսել հենց իրենց ինտուիցիային, որովհետև ինտուիտիվ հուշումները 2026 թվականի ընթացքում այս համաստեղության մարդկանց կօգնեն շատ ճիշտ որոշումներ կայացնելու։ Եթե ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, ում հանդեպ դուք առաջին իսկ հայացքից կունենաք ինչ-որ հակակրանք, ուստի շատ կարևոր կլինի հենց լսել այդ ներքին ձայնին, այդ առաջնային զգացողությանը, որովհետև
որովհետև դա ձեզ հետ կպահի մի շարք սխալներից, բայց միևնույն ժամանակ, եթե դուք կունենաք ներքին զգացողություն, որ դա հենց այն մարդն է, ում հետ հնարավոր է հաջողել, իսկ այստեղ կարևոր է նշել, որ դուք կարող եք հաջողել թե սիրային հարցերում, թե անձնական եւ թե գործնական ոլորտներում, ու երբ որ դուք զգաք, որ հանդիպել եք ճիշտ մարդուն, գնացեք այդ զգացողության հետևից, որովհետև այս բaragայում ձեր ինտուիցիան ձեզ ամենայն հավանականությամբ չի խաբի։ Որոշումները ու քայլերը կատարելուց առաջ նույնպես շատ կարևոր է, որ դուք կարողանաք այդ որոշումը կայացնել ինքնուրույն։ Հաճախ երկվորյակ մարդիկ խուսափում են պատասխանատվությունից, իսկ 2026 թվականի ընթացքում դուք շատ հաճախ եք առերեսվելու խնդիրների հարցերի հետ, որտեղ կարևոր է լինել պատասխանատու, չխուսափել այդ պատասխանատվությունից եւ լինել այնքան հասուն, որպեսզի կարողանաք որոշում կայացնել։ Եվ հենց այդ որոշումներն էլ կայացնելիս կրկին պետք է առաջնային ու կարևոր նշանակությունը տաք սեփական ինտուիցիային, սեփական զգացողություններին ու ցանկություններին։ Թույլ չտաք, որ մյուսները ձեր փոխարեն որոշումներ կայացնեն։ Հիմա առաջ գնանք եւ տեսնենք, թե ինչպիսին կլինի 2026-ը երկվորյակների համար նրանց անձնական, սիրային, ֆինանսական եւ էմոցիոնալ դաշտերում։ Եվ այսպիսով 2026-ը երկվորյակների համար ֆինանսներում ինչպիսին կլինի, սիրային կյանքում եւ էմոցիոնալ դաշտում։ Այստեղ ֆինանսական հարցերի հետ կապված ունենք 3 թուրը։ 3 թուրը առհասարակ խոսում է կոտրված սրտի, կոտրված ցանկությունների եւ նպատակների մասին, բայց ֆինանսների հետ կապված հարցերում մի փոքր այլ մեկնաբանություն պետք է այստեղ ունենանք։ Շատ կարեւոր է, որ ֆինանսների հետ առնչվեք հնարավորինս մաքսիմալ պատասխանատվությամբ եւ ուշադրությամբ։ 2026 թվականի ընթացքում երկվորյակների համար շատ մեծ են ռիսկերը ֆինանսական կորուստներ ունենալու, խաբեության զոհ դառնալու եւ ավելորդ ծախսեր անելու։ Կարևոր է, որ դուք վերահսկեք ձեր ծախսերը, լինեք հնարավորինս պատասխանատու ձեր աշխատանքի, ձեր աշխատած գումարի հանդեպ, որովհետև այս նշանի մարդիկ հաճախ հակված են լինում փողը անիմաստ աճ ու ձախ վատնելուն առանց ապագայի մասին մտածելու։ Իսկ 2026 թվականի ընթացքում շատ կարևոր կլինի, որ դուք ձեր ծախսերը անեք մաքսիմում կանոնակարգված, անգամ լավ կլինի ցուցակով, գնանք գնումների, որպեսզի խուսափեք ավելորդ ու անիմաստ ծախսեր անելուց։ Հատկապես ֆինանսական որոշումներ կայացնելուց առաջ շատ կարևոր է, որ դուք չշտապեք, մի պահ կանգ առնեք եւ կարողանաք վերլուծել իրականությունը, հասկանաք օրինակ տվյալ պրոդուկտը ձեզ արդյոք պետք է թե պետք չէ, ինչքանով կարող է ձեզ օգտակար լինել։ 2026 թվականի ընթացքում առհասարակ խուսափեք մարքեթինգի զոհ դառնալուց։ Հատկապես մեծ ֆինանսական գործարքներ կատարելուց եւ կարևոր պայմանագրեր կնքելուց առաջ պարտադիր խորհրդակցեք իրավաբանի կամ տվյալ ոլորտի մասնագետի հետ։ Առհասարակ երկվորյակները ունեն շատ լայն մտածելակերպ, տեղեկացված են լինում շատ բաների մասին, բայց միևնույն ժամանակ նրանց ինֆորմացիան լինում է շատ մակերեսային, այսինքն նրանք տեղեկացված են գրեթե բոլոր ոլորտների մասին, բայց նրանց գիտելիքները խորքային չի։ Եվ հենց սա ստեղծում է այս նշանի մարդկանց մոտ պատրանք, որ նրանք կարծում են, որ նրանք գիտեն ամեն ինչի մասին եւ կարիք չեն ունենում օրինակ նույն իրավաբանի հետ խորհրդակցելու։ Այնինչ շատ կարեւոր է, որ հասկանաք, որ որքան էլ դուք լինեք տեղեկացված, որքան էլ դուք լինեք կիրթ ու գրագետ, միևնույն ժամանակ դուք այդ ոլորտի մասնագետը չեք եւ եթե կա անհրաժեշտություն, պարտադիր խորհրդակցում եք մասնագետի հետ։ Չեք ստորագրում ոչ մի պայմանագիր առանց բոլոր կետերը ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում կրկին իրավաբանի հետ խորհրդակցելու, որովհետև շատ հավանական է, որ հենց խաբեն պայմանագրերի հետ կապված հարցերով, որ մի բան խոստանան, այլ բան գրեն եւ այլ բան անեն կամ փորձեն ձեզ դրդել ստորագրել մի պայմանագիր, որը դուք չեք կարդացել։ Առհասարակ կարիերայի, ֆինանսների, փաստաթղթերի հետ կապված հարցերում 2026 թվականի ընթացքում երկվորյակները պետք է շատ ուշադիր լինեն, որովհետև մեծ ռիսկը կորուստների եւ խաբեության զոհ դառնալու։ Սիրային կյանքում ունենք մարտակարգի 7-րդ ավակարկանը, որը խոսում է նրա մասին, որ շատ մեծ է հավանականությունը հենց այս տարվա ընթացքում սկսելու սիրային հարաբերություններ։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք չփորձեք հարաբերություններում կառավարել ձեր կողակցին, ղեկավարել նրա ցանկացած քայլը կամ վերահսկել նրան, որովհետև այդ տարբերակով իմացեք, որ դուք ձեր կողակցին ել ավելի կվանեք ձեզանից։ Շատ կարևոր է հարաբերությունները դնել փոխադարձ վստահության
վրա, որովհետև հետագայում դա իր օգուտները եւ պլյուսները կբերի ձեր կյանք։ Իսկ եթե փորձեք ձեր կողակցին ամեն կերպ վերահսկել, փորձել կառավարել նրան, թելադրել թե ինչպես պետք է նա ապրի, այդ հարաբերությունները շատ արագ կփլուզվեն եւ ձեզ միմիայն կվնասեն։ Եվ էմոցիաների հետ կապված ունենք 4 դրամը, առհասարակ երկվորյակները իրանք շատ հուզական մարդիկ են, որովհետև նրանք կարողանում են հույզերը զգալ ամբողջ իրանց պրոֆայլով, բայց միևնույն ժամանակ կարող են շատ ժլատ լինել հույզերի մեջ, այսինքն ցույց չտալ այդ հույզերը կամ ցույց տալ ոչ ամբողջությամբ, իսկ 2026 թվականի ընթացքում շատ կարևոր է, որ դուք սովորեք առաջին հերթին կառավարել ձեր հույզերը, ապրել ձեր հույզերը ամբողջությամբ, եթե օրինակ դուք բարկանաք, պետք է այդ բարկությունը գցել ձեր մեջ, ցույց տվեք այդ բարկությունը, խոսացեք ձեզ անհանգստացնող երևույթների մասին, մի փորձեք այդ բացասական հույզերից խուսափել, որովհետև բացասական հույզերը նույնպես պետք են, դրանք օգնում են մեզ ազատվել ներքին նեգատիվից եւ մաքրել մեր ներքին աշխարհը։ Իսկ եթե դուք անընդհատ օրինակ բարկությունը ներս գցեք, զայրույթը ներս գցեք, ագրեսիան ներս գցեք, դա կարող է վնասել ձեզ ներսից։ Սովորեք կառավարել այդ էմոցիայի էներգիան։ Օրինակ, եթե ձեր մեջ կա ագրեսիա, փորձեք այդ ագրեսիայի էներգիան տրանսֆորմացնել որովից է արարչագործական եւ ստեղծագործական էներգիայի, որովհետեւ երկվորյակները ունեն ունակություն գեղեցիկը նկատելու եւ գեղեցիկը ստեղծելու։ Այ օրինակ, եթե դուք զգում եք, որ ձեր մեջ շատ է չօգտագործված էներգիան, չօգտագործված պոտենցիալը, 2026 թվականը իդեալական ժամանակաշրջան է, որ սկսեք ինչ-որ մի բան ստեղծագործել, հասկանալ, թե դուք ինչ եք ուզում։ Մեկը օրինակ սիրում է նկարել, մեկը ձեռքի աշխատանքը սիրում, մեկը սիրում է ֆիլմեր նկարել, հասկացեք, թե ձեր ստեղծագործությունը որտեղ կարող է լինել, որովհետև դա կօգնի ձեզ ազատվել ավելորդ էներգիայից եւ ձեր կյանք բերել գեղեցիկը։ Եվ վերջում հասկանանք, թե որն է երկվորյակի նշանի մարդկանց համար կարևորագույն խորհուրդը եւ զգուշացումը 2026-ի ընթացքում եւ կարևորագույն խորհուրդը երկվորյակների համար եւ կարևորագույն զգուշացումը։ Կարևորագույն խորհուրդը դրամների արքայազնի տեսքով է, այստեղ շատ կարևոր է, որ տարվա ընթացքում դուք ձեր քայլերը անեք տրամաբանորեն, ռացիոնալ դատողությամբ միայն, այսինքն չտրվեք հույզերին, չանեք որոշումներ հույզերի ազդեցության տակ, կարողանաք առանձնանալ մարդկանցից եւ որոշումները կայացնել միայնության մեջ։ Ինչպես նշվեց, շատ կարևոր է, որ 2026 թվականի ընթացքում դուք չխուսափեք պատասխանատվություն վերցնելուց եւ ինքնուրույն կատարեք ձեր որոշումներն ու քայլերը, որպեսզի հետագայում, եթե ինչ-որ մի բան հանկարծ չստացվի, չփորձեք մեղավորներ գտնել, որովհետև ոչ մեկ մեղավոր չի, եթե ինչ-որ մի բան սխալ է ստացվում։ Բայց հավատացեք, եթե դուք կարողանաք այդ պատասխանատվությունը վերցնել ձեր վրա, ինքնուրույն որոշումներ կայացնել եւ ինքնուրույն կերպով տնօրինել սեփական կյանքը, հավանականությունը, որ ձեր կյանքում ամեն ինչ ավելի լավ ու հեշտ ձևով կգնա, շատ ավելի մեծ է։ Ինչպես սկզբում նշեցի, երկու թրի պարագայում կարևոր է, որ դուք կարողանաք որոշումները կայացնել հիմնվելով ձեր ներքին վերլուծությունների, ներքին զգացողությունների ու ինտուիցիայի վրա։ Ուստի հապճեպ որոշումները, արագ արված քայլերը 2026 թվականին ձեզ ավելի վնասելու են։ Փորձեք մի փոքր դադար տալ եւ ցանկացած քայլից առաջ մտածել այդ քայլի հավանական ելքերի ու ազդեցությունների մասին։ Եվ որպես զգուշացում 2026-ի համար ունենք թրերի թագուհին։ Թրերի թագուհին կրկին խոսում է լավ զարգացած տրամաբանական ունակությունների աշխարհայացքի մասին, բայց թրերի թագուհու ստվերային կողմը այն է, որ հաճախ այս մարդիկ շատ կոպիտ ձևով կարող են արձագանքել մարդկանց։ Այսինքն մի բան իրենց դուրը չգա, միանգամից կտրեն եւ ավարտեն հարաբերությունները կամ իրենց կոպիտ խոսքով թեկուզ ինչ-որ լավ նպատակների համար, կոպիտ խոսքով վիրավորեն մարդկանց։ Այստեղ շատ կարևոր է, որ դուք հետևեք այն խոսքերին, այն բառերին, որը կասեք ձեր շրջապատի մարդկանց եւ թույլ չտաք կրկին, որ զայրույթը ձեզ առաջնորդի, որովհետեւ դուք ունեք հզոր պոտենցիալ, դուք ունեք լավ զարգացած մտահորիզոնական, տեղյակ եք շատ բաների մասին ու եթե կարողանաք այդ ամենին զուգահեռ ձեր քայլերը անել երկար կշռադատելուց հետո, տրամաբանորեն մտածելուց հետո եւ ինքնուրույն վերլուծություններն անելուց հետո 2026 թվականին դուք բավականին կհաջողեք ու հատկապես 2026 թվականին դուք կհաջողեք մարդկանց հետ հարաբերություններում, սիրային կյանքում եւ անձնական կյանքը դասավորելու հարցում։
2026 թվականի ընթացքում շեշտը դրվելու է հենց մարդկանց հետ կոմունիկացիոն հարաբերությունների վրա ու անգամ աշխատանքում, եթե ցանկանաք հաջողել, առաջ գնալ կամ սեփական բիզնես ունենալ, այդտեղ կրկին ֆունդամենտալ է լինելու մարդկանց հետ համագործակցելու ունակությունը։ 2026-ը ձեր կյանքը բերի սեր, սիրելի մարդկանց եւ կդնի ֆունդամենտ երջանիկ ապագայի համար։ Դե ինչ երկվորյակների կանխատեսումը 2026 թվականի համար այսքանն էր, իսկ եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական տարող խորհրդատվությունը ձեր հուզող թեմայով կամ կանխատեսական մոտեցմամբ, պետք է գրեք անձնական նամակ իմ Instagram-ին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը տեսնում եք դուք էկրանի։ Խորհրդատվությունները անցկացվում են ինչպես ձայնային հաղորդագրության, այնպես էլ տեսազանգի եւ օֆլայն դեմարտեմ հանդիպման տարբերակով։ Բոլորիս մաղթում եմ հաջողակ տարի, իսկ դուք չմոռանաք այս տեսահոլովակը ուղարկել ձեր երկվորյակ ընկերներին, ինչպես նաեւ մեկնաբանություններում կիսվել ձեր տպավորություններով եւ գրել ձեր հորոսկոպի նշանը, որպեսզի հաջորդ հաղորդումը լինի նվիրված հենց ձեր նշանին։ Լավ մնացեք։